Խոսքը, որ այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել, այսպես եմ վերնագրել, ավելի թանկ, քան և շատ բաներ։ Նախ կուզեմ, որ նորից մենք հիշենք, որ Տիրոջից եկեղեցին հանդիմանություն ունի և այդ հանդիմանությունը շատ լուրջ է։ Նրանք, ովքեր այդ հանդիմանությանը իրենց կյանքում տեղ կտան, ուշադրություն կդարձնեն, չեն անարգի, հետևողական կլինեն, որ այդ հանդիմանության համեմատ իրենց անձերը քննեն, հետևողականներ, որ եթե ոնց որ ասած խնդրեն Տերը կամ Տիրոջ ծառաները կամ ինչ-որ կերպ Աստված բացահայտի իրենց խնդիրը և բժշկության բերվի, նրանք, այո, փառավորեն Տիրոջը, որովհետև ասենց ասած Տիրոջ խոսքը բարձրացրեցին, որպես ճշմարտություն ընդունելով հետևողական եղան և նաև Տիրոջ հետ բաժին կունենան։ Իսկ ովքեր որ լուրջ չեն վերաբերվի, անհոգ կգտնվեն, Տիրոջ խոսքն է մեզ ասում և ոչ միայն հայտնության մեջ է մեզ տված հայտնության մեջ է ասում, այլ Սուրբ Գիրքը բազմաթիվ տեղերում ասում է, որ հիմարի անհոգությունը իրան ինչ կանի, կկործանի։ Այսինքն, երբ որ պետք էր հոգս քաշեր, մի կարևոր հոգս, տեղեր կա Տերը ասում է հոգս մի արեք, չէ՞, բայց տեղեր կա ասում է արեք։ Հոգս քաշես, անհանգստանաս, ընթացք տաս Տիրոջ խրատին հանդիմանությանը, վախենաս։ Եվ եթե հիշում եք, Տերը հանդիմանում էր սրա մեջ իր եկեղեցուն, որ շատերի սիրտը ինչա ծիվռա, ուղիղ չի, իր հետ ուղիղ չի, իր հետ, նաև իր ծառայի հետ եկեղեցին գալիս, բայց ուղիղ սիրտ չունեն։ Այսինքն հարց կա, որ պետք է այդ հարցում իրանք ճիշտ մտածեն, ճիշտ որոշում կայացնեն, ճիշտ ընտրություն անեն, ճիշտ նպատակով գործեն, քայլեն, բայց իրանք ծռվել են, ուրիշ նպատակ են դրել, ուրիշ խնդիր, ասենք, ձև են վարվում, ուրիշ ցանկությունների մեջ են, որ Տերը չէր, նա անվանում է դա ծուռ սիրտ։ Իրականության մեջ գիտեք ոնց է, մենք պետք է լավ հասկանանք ժողովուրդ ջան, որ մենք Քրիստոսի այրենով գնված իր սեփական ժողովուրդն ենք։ Որ Սուրբ Գիրքը բազմաթիվ տեղերում ասում է, մենք մերինները չենք։ Մենք մերը չենք։ Ոչ իմ մարմինն է իմ մարմինս, ոչ իմ հոգին է իմս, ոչ իմ շունչս, դա Տիրոջն է։ Ինքը գնել է, ինքը փրկա գնել է։ Ինքը դրա սեփականատերն է, ոչ միայն ստեղծագործությունով, այլ իր խաչի գործով։ Կյանք է շնորհել, այդ կյանքն էլ մերը չի։ Այդ կյանքն էլ է Տիրոջը։ Այսինքն նես չի, որ մենք ազատություն ունենք, ինչպես կուզենանք կվարվենք մեր մարմնի հետ, մեր կյանքի հետ, մեր ժամանակի հետ, մեր ունեցածի հետ, չէ, այդպես չի։ Եթե մենք այտենց է մտածում, հաստատ իմանանք, իր սիրտը ուղիղ չի Աստծո հետ։ Ուղիղ սիրտը սա է, ուղիղ մտածել, իրավացիորեն, ասենց ասած, վարվել։ Իրավունքն ու արդարությունը է, սա Սուրբ Գիրքը ասում է, որ մենք Տիրոջը լինելով, Տիրոջ կողմից գնվածնելով, Տիրոջից կյանք ստացածնելով, պետք է Տիրոջ համար ապրենք։ Տերը պիտի փառավորվի ու մեծարվի մեր կյանքում։ Եվ Հայր մեր աղոթքում, որ Տերը խոսում է օրինակի համար, սովորեցնում է մեզ Հայր մերը, չէ, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի։ Այս աղոթքը ոչ թե անգիր անելու մի բան է, այսի աղոթք է, որ մարդու սրտի ներսից, ասած, փափագից, մարդու ծրագրերից, մարդու մտքերից է բխում, մարդը այդ մտքով է տարված, այդ փափագների մեջ է, այդ ցանկությունների մեջ է, իր սիրտը էդ է կամենում, էդ է խնդրում Աստծո հետ կապված։ Քո անունը սուրբ լինի։ Այսինքն ինչ լինի, բարձր, առանձնացված, հատուկ, անհամեմատ բարձր, շատ բարձր, ոչ մի անուն հավասար չդրվի քո անվան հետ կապված կամ ասենց ասած, դու ամենաբարձր հեղինակությունը լինես, ամենամեծը լինես, ամենաթանկը լինես, ամենակարևորը լինես, ամենաարժեքավորը լինես, ամենա առանձնացած, հատուկ, բարձր դիրքի մեջ։ Երբ որ մենք աղոթք ենք անում, մենք պետք է ասենց ասած հավատքով աղոթք անենք, ընդունած աղոթք անենք այդ ճշմարտությունը, որպես մեր սրտից բխած ցանկություն աղոթք անենք։ Եվ ուղիղ սրտի մի
դետալը կարելի ասել մի դրսևորումը սա է, որ այո, մարդը այդ փափագի մեջ է, քո անունը սուրբ լինի Տեր։ Այսինքն դու փառավորվես, դու բարձրանաս, քո անունը բարձրանա։ Մեծ լինես բոլոր աշխարհում, բայց բնականաբար բոլոր ստեղծագործության մեջ, ամեն ինչի մեջ, բայց բնականաբար առաջի հերթին իմ կյանքում, եթե իմ կյանքում չեմ մտածում, ուղղակի աշխարհի մեջ արդեն իմաստ չունի առաջ գնամ, եթե իմ մոտ այդ հարցը լուծված չի, եթե ես այդ փափագի ծրագրի նպատակով չեմ ապրում, ասենց ասած, որ Տիրոջ անունը փառավորվի, կամ ասենց ասած Տիրոջ Տերը լինի բարձր ու թանկ ինձ համար։ Եվ սա ուղիղ սիրտ է, որ մարդը այս փափագի մեջ է։ Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա հենց այդպես էր ապրում, ինչպես որ սովորեցնում էր աղոթք անել, հիշում եք։ Ասում էր, ես չեմ եկել իմ փառքը փնտրելու։ Եկել եմ հոր փառքը փնտրելու։ Այդտենց էլ կար։ Ինքը ամեն ինչ արեց, որ հայրը փառավորվի, Աստված փառավորվի։ Աստված երևա մեծը, բարձրը, անհամեմատ բարձրը։ Եվ ես կուզեմ մի քանի օրինակներ բերեմ Սուրբ Գրքից։ Հովհաննես ավետարանում 12-րդ գլխում մի, ասենք, դեպք է նկարագրված։ Տեր Հիսուս Քրիստոսը Ղազարոսին հարություն էր տվել 4 օրվա մեռած, եւ այդ օրը ինքը զատկից 6 օր առաջ էր եկել էր հենց Բեթանիա Ղազարոսի տունն էր։ Եվ այսպես է գրված Հովհաննես 12-րդ գլուխ 1-8 խոսքերը։ Եվ Հիսուսը զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից հարություն տվավ։ Եվ այնտեղ հասկերույթ արի նրա համար, եւ մարդան ծառայում էր, եւ Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր։ Մարիամն էր մի լիտր նարդոսի ազնիվ մեծագույն յուղ առավ, Հիսուսի ոտները օծեց եւ իր մազերով սրբում էր նրա ոտները։ Տունը լցավ յուղի հոտով։ Եվ ասաց նրա աշակերտներից մեկը, Հուդա Սիմոնյան Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր. Ինչու համար այդ յուղը 300 դենարի չծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ։ Բայց սա ասեց ոչ թե որովհետև աղքատների համար նրա հոգն էր, այլ որ գող էր եւ քսակ ուներ եւ ընկածը պահում էր։ Հիսուսն էլ ասաց. թույլ տվեք դրան, նա իմ պատանքի օրվա համար էր պահել այդ, որովհետև աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ չունեք։ Որմս տեսնում ենք ինչ արեց Մարիամը։ Մարիամը շատ թանկագին, ինչպես գրված է, 300 դինարի, ոնց որ ասած, գին ունեցող, շատ թանկագին մի յուղ բերեց, Տիրոջ ոտքերը օծեց ու իր մազերով էլ սրբեց այդ ոտքերը։ Եվ ասում է տունը լցվեց յուղի հոտով։ Շատերը, ասենց ասած, այստեղ խոսում է բանի մասին, Հուդա Իսկարիովտասի մասին, բայց ուրիշ տեղ նույն էս դեպքը, որ բաներ ավետարիչներ նկարագրում են, ներկայացնում է, որ ոչ միայն Հուդան ասեց, ասում նրա ոնց որ նրանից ազդված մնացածներն էլ այդ ասեցին, որ ասենց զուր ծախսելավ, զուր կորուստ եղավ, թափվավ գնաց։ Դա կարելի էր ավելի գուցե արդյունավետ ձևով օգտագործել ու ճանապարհը ոնց որ ցույց տա 300 այսքամի ծախվի եւ աղքատներին բաժանվեր։ Բայց իրականության մեջ Մարիամը, ասենց ասած, մի գործ արեց, որով ցույց տվեց իր կյանքում Քրիստոսի տեղը, դիրքը, արժեքը, որ ինչ արեց ինքը, թանկագին յուղ էր, բայց ասենց ասած նվիրեց Տիրոջը, օգտագործեց Տիրոջ համար, նրա ոտքերը օծելու համար, դրանով ցույց տալ, որ սրանից ավելի մեծ ու թանկ է Աստված իմ կյանքում։ Կարելի ասել մի թանկագին բան վերցրեց յուղը, եւ այդ թանկագին բանը, որ շատ թանկ էր, շատերի աչքին շատ բարձր էր, արժե զրկեց մեկ ուրիշ թանկագին բանով, որ Հիսուսը ավելին արժեք ունի եւ ավելի մեծ է, նա արժանի է, այս թանկը, այսի ոնց որ ասած, այն բանը չի, որ Հիսուսից ավելի արժեք ունի եւ պիտի ափսոսաս, պիտի խնայես, չարժի անել, ինչպես ոմանք ասում էին, ասում է, ինձ զուր կորուստ, այսպես էլ ասում են,
Չէ ինքը չէր ասում, դրանց ցույց տես զուր կորուս չի։ Զուր կորուս կլինի ժամանակ, եթե թանկագին բանը ոնց որ ասած ոչ տեղին կամ ոչ արժեքավոր բանի մեջ sense կորչի է դա օգտագործի սխալ ձևով։ Բայց Մարիամը հասկանում էր ինչ է անում։ Ինքը դրանով մեծացրեց, բարձրացրեց Տիրոջ արժեքը, ցույց տվեց իր կյանքում, ով է Աստված իր կյանքում։ Մի հնարավորությունով, ընդ որում ուշադրություն դարձեք, ինքը Տիրոջ ոտքերը բան արեց, օծեց, գլուխը չօծեց։ Այո, թեկուզ շատ թանկ էր, բայց անգամ ոտերը պետք է Տիրոջ, ասենց ասած, այդ ատերը այնքան մեծ է, որ նրա ոտերը սրանով պիտի օծվի։ Եվ ինչով ոտ բան մաքրեց նրա ոտքերը իր մազերով։ Դե կարելի ասել դա իր ամենափառավոր մանն էր, չէ՞։ Ասում է կնոջ փառքը ինչն է, մազերն է։ Իր փառավոր բանով մաքրեց Տիրոջ ոտքերը։ Դետալով իր այդ որ բանը։ Այսինքն դրանով էլ ինքը ցույց տվեց, որ Քրիստոսը շատ մեծ է, շատ թանկ է իմ համար, շատ բարձր է։ Այն աշխան, որ ես խոնարհվեմ իր ոտերը օծեմ եւ մազերով էլ մաքրեմ իր ոտերը։ Այդպես է։ Այսինքն բարձրացրեց դրանով։ Ցույց տվեց ինչ մեծ է Տերը իր կյանքում, ինչ թանկ է Տերը իր կյանքում։ Այդպես էր։ Եվ սա մի օրինակ է մեզ համար։ Սա մի օրինակ է։ Իրականության մեջ Տիրոջ անունը, որ սուրբ լինի մեր կյանքում, մեծը, բարձրը, թանկը, դա պիտի երևա նրա համար իրականացված զոհաբերություններով, նվիրումներով, կորցնելով ինչ-որ բան, հանուն Տիրոջը, Տիրոջ անունի պատճառով, Տիրոջ պատճառով, եւ այդ բաները պիտի, ոնց որ ասած, դրանք թանկարժեք լինելով մեզ համար, բայց հանուն Տիրոջ դրանք կորցնելով, դրանք դնելով, դրանցից հրաժարվելով, մենք ցույց ենք տալիս, որ դրանք թանկ են, բայց Հիսուսը ավելի թանկ է մեր կյանքում։ Իր անունը սուրբ է իմ կյանքում։ Այսինքն ոչ միայն մարդկանց մեջ, ամեն ինչի հետ կապված։ Իր արժեքը բարձր է, սուրբ է, հատուկ է։ Այսպես ենք, ասենք, մարդը իր վերաբերմունքը ցույց տալիս Քրիստոսին։ Եվ հետաքրքիր է, որ տարբեր տեղերում տեսնում եք Աստծո մարդիկ, այո, հենց այդպես էլ վարվում էին։ Նրանք իրենց թանկը տալով թանկ էին, ինչ որ տալիս էին թանկ էր։ Ցույց են տալիս, որ Քրիստոսը այդ իրանց ունեցած ամեն թանկ բաներից էլ ավելի թանկ է ու բարձր է։ Այդպես է։ Եվ այս ասենց ասած այն մարդը, ով հենց այդ գնահատականը ունի Տիրոջը, եւ այդ ընտրությունը ունի Տիրոջը, որ ինքը կշռադատել է, մտածել է, հաշիվ է տվել, ոնց ասած, քննել է, օրինակ, ինչ կա իմ կյանքում, որ թանկ է, մեծ է, արժեքավոր է, բարձր է, եւ ինքը այդ հաշվարկով էլ համաձայնություն է տվել, ընտրություն է կատարել, որպեսզի երբ որ հարց առաջանա, եթե Աստված թույլ տա, որպեսզի ասենց ասած այդ բանը կորցնի, բայց Տիրոջը հավատարմություն անելու պատճառով կորցնի, ինքը որոշել է դա կորցնի, որոշել է դրանից զրկված լինի, որոշել է դա չունենա, որոշել է դա նվիրի Տիրոջը։ Եվ այս վերջի ժամանակների համար շատ ենք ասել, կարելի ասել մի ժամանակների մեջ ենք մտել, որ աշխարհի մեջ չի եղել այդպիսի ժամանակներ ու չի էլ լինելու։ Նեղության տեսակետից, դժվարության տեսակետից, շատ տեսակետներից, շատ չափանիշներով։ Եվ հստակ Սուրբ Գիրքը էս է ցույց տալիս։ Եթե մենք կատարյալ վերջնական ընտրություն չկատարենք, եթե Քրիստոսի հետ կապված համացության մեջ ինչ որ բաներ դեռևս մեր սրտում սենց ասած թանկ լինեն կամ սենց դեռևս կասկածենք, երկմտենք դրանք կորցնելու հարցում, Տիրոջը փառավորելու համար, Տիրոջ հնազանդություն ցուցաբերելու համար, մենք չենք կարող այս դժվարությունով անցնել։ Կարելի ասել եկել այն ժամանակը, որ մեզանից պահանջվում է ամենաթանկերը զոհաբերենք, պատրաստ ենք զոհաբերենք, որպեսզի կորցնենք, որպեսզի ստանանք, որպեսզի ասենց ասած հաղթենք։ Այդ իրավիճակներն են գալիս,
Սուրբ Գիրքը ասում է մեծ հալածանք, մեծ նեղություն աննախադեպ որ չի եղել, աննախադեպ անիրավ աշխարհ որ չի եղել, աննախադեպ սատանայի չարի այս համակարգի զորանալը աշխարհի մեջ եւ իշխանություն ձեռք բերելը որ այդպիսի հնարավորություն չի ունեցել չարը եւ այս ամեն ինչը պիտի օգտագործվի մեր դեմ։ Սրա համար պետք է այո մենք հաշվարկ անենք։ Իրոք մեր ընտրությունը պիտի լինի հաշվարկով, որ մեր կյանքում ինչ էլ կա, որ շատ թանկ է մեզ համար, մենք պատրաստ լինենք, եթե գա հարցը հասնի դրան զոհաբերության։ Եվ հիշեցնեմ Սուրբ Գրքից մի քանի դեպքեր։ Գործք առաքելոցում 20-րդ գլուխ 22-25 խոսքերում Պողոս առաքյալի հետ կապված է, Պողոսը ասում է գնում էր Երուսաղեմ եւ ասենց ասած հանդիպելով այդ եկեղեցիները, որ ճանապարհին կային, հանդիպում էր, խոսում էր, հորդորում էր վերջի անգամ, գիտեր, որ էլ չէր տեսնելու շատերին եւ ամենտեղ իրան ասում են, որ քեզ կապանք Աստված, այսինքն պետք է բռնեն քեզ։ Եվ 20-22-ից 25-ում ասում է Եվ հիմա ահա ես հոգով կապված գնում եմ Երուսաղեմ եւ չգիտեմ թե այնտեղ ինչ պիտի պատահի ինձ հետ։ Միայն թե Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վկայում է, ասում է, թե կապանքներ եւ նեղությունները սպասում են ինձ։ Բայց ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատվական չեմ համարում, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքս եւ այն պաշտոնս, որ Տեր Հիսուսից առա, որ Աստծո շնորհած ավետարանին վկայեմ։ Դա ասա, գիտեմ, ինձ սպասում է կապանքներ եւ նեղություններ այն սպասում։ Բայց ասում է, ես իմ անձս էլ պատվական չեմ համարում, ոնց է դա, չէ, որ ուրախությունով կատարեմ իմ ընթացքս։ Իսկն չեմ էլի բանանում, որ արժի արդյոք կյանքի հարցակ, բռնեն, մահվան մատնեն, գնալ, մանավանդ որ զգուշացում էլ կա։ Չէ ասում է։ Մեկ ուրիշ տեղ ասում է մարդիկ իր վզովն էին ընկնում, լաց էին լինում, 21-րդ գլխում ասում է, եւ ասում են, որ ինչա լինելու, մարգարեական խոսքեր հնչում, ինքներ ասում է լռեցնում էր իրանց, ասում էր, կարդամ ձեզ համար, ասում է 13-ում, եւ այն ժամանակ Պողոսը պատասխանեց ու ասեց, ինչ եք անում, որ լաց ենք լինում եւ սիրտս ճմլում, որտեվ ես ոչ միայն կապվելու, բայց Երուսաղեմում մեռնելու էլ պատրաստ եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունի համար։ Եվ երբ որ նա ականջ չդրավ, լուր կացա եւ ասացին Տիրոջ կամքը լինի։ Այսինքն համոզում են Տիրոջը Պողոսին մի գնա։ Բայց ինքը գիտակցելով, հասկանալով իր ընտրությունը կատարել է։ Հոժարված եմ իմ կյանքս էլ Հիսուս Քրիստոսի համար դնել։ Այսինքն Տիրոջ անունը այնքան բարձր էր, փառավոր էր, անգին էր, որ իր կյանքը այդ անվան հետ համեմատած ոչինչ էր ինքը համարում։ Ինչպես ինքը ասում է, պատվական էլ չեմ համարում, մի բարձր բան Տիրոջ համար, եթե Տիրոջ կամքն է, որ այդպես լի, կյանքս էլ կդնեմ։ Սա էր, որ հաղթանակ էր։ Եվ կուզեմ հիշեցնեմ Սուրբ Գրքից Մաղաքիայի մարգարեությունից մի հատված, ներկայացնում է ոմանց համար, որ ասում է դուք Տիրոջ անունը անարգում եք։ Տեսեք, մենք ասում ենք մեր փափագը սա չէ, պիտի լինի քո անունը ինչ լինի սուրբ, այսինքն բարձր, մեծ, թանկագին քո անունը մեզ համար պիտի լինի, ամեն ինչից թանկ, բայց այստեղ ասում է դուք անարգում եք, ու հետաքրքիր է ինչն է օրինակ բերում, որպես անարգության ապացույց, Մաղաքիայի առաջի գլուխ 6-րդ խոսքից կարդամ մինչև 14-ը։ Ասում է տղան իր հորը կմեծարի եւ ծառան իր տիրոջը։ Եթե ես հայր եմ, ուր է իմ մեծարանքը, եթե Տեր եմ, ուր է իմ երկյուղը, ասում է զորաստերը, ով իմ անունը անարգող քահանաներ։ Տեսնում եք, խոսում է, սրանք անարգում էին։ Ասում է, ինչով ենք անարգում քո անունը։ Եվ Տերը ասում է, ինձ սեղանի վրա պիղծած մատուցելով, բայց դուք ասում եք, մենք ինչով ենք պղծում, ձեր ասելով, թե Տիրոջ սեղանը անարգված է։ Ապա երբ որ կույրը մատուցում եք զոհելու վատը չէ, երբ որ մատուցում եք կաղը կամ հիվանդը վատը չէ, նրան մեկ քո իշխանին մատուցրու, արդյոք քեզ կհավանե կամ քեզ կընդունի, ասում է զորաստերը։ Արդող աղոտ կարեք Աստծու դիմաց, որ մեզ ողորմե, ձեր ձեռքից է եղավ այս, միթե ձեզ կընդունի, ասում է զորաստերը։ Ով էլ կա ձեզանից, որ դռները ձրի փակե, դուք սեղանս էլ չեք լուսավորում ձրի։
Ես ձեզ չեմ հավանում, ասում է Զորաստերը, եւ ընծա չեմ ընդունում ձեր ձեռքից, որովհետեւ արեգակի ելնելուց ելքից մինչև նրա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մեջ, եւ ամեն տեղ իմ անունին խունկ եւ սուրբ ընծա են մատուցում, որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մեջ, ասում է Զորաստերը, բայց դուք պղծում եք նրան ասելով, թե Տիրոջ սեղանը պղծված է եւ նրա բերքը, այսինքն ուտեստը անարգված է։ Եվ խոսում է, որ դուք լավը ունեք ու չեք բերում։ Ինչ է ներկայացված։ Ներկայացում ասում է Տիրոջ անունը անարգում եք, ոմանց քահանաներն ասում, ոմանց համար ասում է Տիրոջ անունը բարձր է իրաց մեջ։ Մեծ է իմ անունը, ազգերի մեջ ասում է։ Եվ ոնց է որպես Աստծո անունը մեծ, բարձր, սուրբ լինելը բացահայտվում, ներկայացվում, ասում է դուք ինձ որ մատուցում եք, իմ սեղանին որ մատուցում եք, կաղը, հիվանդը, վատն եք անում։ Եվ շարունակության մեջ ես չկարդաց, ասում է, այնպես չի որ չունեք, եղածից էտա էլ բերում եք, չէ, լավը ունեք, չեք տալիս, չեք բերում, ափսոսում եք։ Այսինքն ցույց եք տալիս, որ դա ավելի թանկ է, ավելի մեծ արժեք է որակու համար, քան Տերը իր անունը, քան Տիրոջ անձը, Տիրոջ սեղանը։ Բայց ոմանց համար էլ էսպես ասում, հակառակողը, արեգակի ելքից մինչև մուտքը մեծ է իմ անունը ազգերի մեջ, ու որպես ապացույց, ոնց է երևում, որ մեծ է։ Ամեն տեղ իմ անունի անվանը խունկ եւ սուրբ ընծա է մատուցում, որտեղ մեծ է իմ անունը ազգերի մեջ, այսինքն թանկը, լավագույնը, ամենալավն է մատուցվում, ընտիրն է մատուցվում։ Հենց սրանով է երևում, որ Տիրոջ անունը անարգված չի, այլ բարձր ասում է, իմ անունը ազգերի մեջ մեծ է։ Ընդ որում ասում է արեգակի ելնելուց մինչև իր մուտքը, այսինքն միշտ կա աշխարհի վրա Աստծո անունը բարձրացնող, Աստծուն արժանի պատիվ տվող, արժեքը բարձրացնող մարդիկ, Աստծուն սիրող նվիրված մարդիկ, այդպես ասում։ Եվ այո, սա է որ եթե մենք ուղիղ ենք Աստծո հետ մեր սրտով, ապա պետք է Աստված իր արժանի բարձր տեղում լինի մեր կյանքում եւ որպես դրա ապացույց մեր պատրաստակամությունը լինի եւ մեր գործերը իրան բերված, ասած, իր համար նվիրաբերված բաներով, թանկագին բաներով, լավագույնով, ընտիրով եւ կարելի ասել ոչ մի բան պետք է չխնայվի դրա համար։ Հենց սրա էսի մեր համար ոչ միայն ոնց որ ասած ուղղությունը Աստծո առաջին, այլ նաեւ էսի մեր համար ապահովությունն է, էսի մեր պաշտպանությունն է, էսի մեր հավատարմության հիմքն է։ Եթե մեկը չունի այդ վիճակը, նա չի կարող Աստծուն հավատարմություն անի։ Եթե որևէ մեկի կյանքում բաներ կան, որ ավելի է, քան Աստված, Տիրոջ կամքը, Տիրոջ անունը, որ իր վրա կանչված է, նա չի կարող այդ ասած այդ մեծ դժվարությունների, փորձությունների մեջ պահանջված արժանի գինը վճարի եւ հաղթի։ Չի կարողանալու։ Սա հաղթություն է մեզ համար։ Ոչ թե միայն ուղղություն, նաեւ հաղթություն։ Բայց ընդհանրապես մենք գիտենք, հաղթությունը ուղղությունից է։ Որտեղ իրավունք ու արդարություն, այնտեղ հաղթություն։ Իրավունք ու արդարը, որպեսզի Աստված ամենաբարձրը լինի քո կյանքում։ Իրավացի ու արդարը, որպեսզի ասած Տիրոջ կամքը կատարելու, Տիրոջը փառավորելու համար դու պատրաստ լինես ամեն բանի։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 13-րդ խոսքից կարդամ, շատ հաճախ եմ կարդացել այս համարը, բայց սա ոնց որ ասած արդար իրավացի ոնց պահանջն է, արդարության պահանջն է, որ մեզ համար մեր առջև դրվում է։ Երկրորդ Կորինթացիս 5-13-ից 15 ասում է, որովհետև եթե գժված ենք Աստծո համար եւ եթե զգաստ ենք ձեզ համար, վասնզի Քրիստոսի սերը ստիպում է մեզ, որ սա ենք միտք անում, թե եթե մեկն ամենքի տեղը մեռավ, ուրեմն ամենը մեռած են, եւ ամենի համար մեռավ, որ կենթանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենթանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Ուրեմն այսուհետև ոչ ոքի չգիտենք մարմնի կողմանից, թեև Քրիստոսին էլ գիտենք մարմնի կողմանից, այլ հիմա այլևս չգիտենք։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է, հները անցան, ահա ամեն բան նոր է եղավ։ Քրիստոսումն ենք, ամեն։ Ընդունել ենք Քրիստոսին, մեկացել ենք Քրիստոսի հետ, հները անցել է, ահա ամեն բան նորն է եղել։ Բայց այդ նորի համար ինչ է ասում։ Ասում է
Նորի համար սա է, նա նորը, որ դու դարել ես, դու որ մեռել էիր, Քրիստոսի մահվանով ու հարությունով կյանք ստացար, ասում է, արժանա կենթանի լինողներս իրենց ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով իր համար մեռան։ Սա արժանին է։ Սա պետք է միտք անենք, այսինքն ուղիղ սիրտը սա է։ Ուղիղ սիրտ ունենալը սա է, մենք կենթանի ենք, ապրում ենք Քրիստոսով, նոր մարդ ենք։ Եվ սա պիտի մեր մտքում ոնց սա էսի դրված, հաստատված ընդունած լի։ Մենք ապրում ենք Տիրոջ համար։ Նրա տված կյանքը նրա համար է։ Ինչ մեր կյանքում կա, նրան պիտի ծառայի։ Նա մեր կյանքում ամենաբարձրն ու թանկը պիտի լինի։ Նրանից ավել մեր կյանքում տեղ պիտի չգտնվի ոչ մի իր առարկա, արժեք, մարդ, անձ եւ այլը։ Ամենից ավելի թանկ Քրիստոսը։ Եվ ասենց ասես նրա համար ամեն ինչ պիտի ծառայի։ Մեր թանկերն էլ պիտի նրա համար ծառային, եթե պետք է։ Այն մարդիկ խի թողեցին դուրս եկան եկեղեցուց ոմանք, որտեղ իրաց մեջ նենգություն կար։ Ճշմարտություն էի, ասենց ասած արդարություն, ուղղություն չկար, ուղիղ սիրտ չէր։ Իրանք Աստծո փառք չեն որոնում։ Իրանք որոնում են իրանց մեկ-մեկից փառք առնել, իմ բարեկամն է, իմ քուրն աղբերն է, զոքասահաներ, սա ես չգիտեմ, խնամինը, ընտանիքի անդամն է, այսինքն ու շատերը հենց դրա համար էլ էս դուրս եկա, որ ոչինչ չունեն եկել շատերը, ոնց ասած ոչ մի խնդիր իրանց հետ ուղակի չէր առաջացել, ուղակի չեկան։ Այդպես է լինելու են նաև ոչ թե մենակ իրանց հետ կապված, այդպես կլինի մեզ հետ կապված, եթե մենք որևէ հարցում, որևէ մի բան մեր կյանքում ավելի բարձր գին ու արժեք ունի, կարևորված է, քան թե Քրիստոսը, քան թե Աստված։ Քո անունը սուրբ լինի։ Մենք աղոթք ենք անում, սա ճիշտ աղոթք է եւ ճիշտ սրտից բխած աղոթք է, ուղիղ սրտից։ Քո անունը սուրբ լինի, քո փառքը լինի, քո համար լինի, դու մեծանաս, դու բարձրանաս, քո կամքը լինի, թեկուզ իմ նեղության հաշվին, իմ զրկանքի հաշվին, իմ դժվարության հաշվին, կյանքս կորցնելու հաշվին համաձայն եմ, դու պետք է փառավորես։ Ես իմ համար չեմ փառփնտրում, քո համար Տեր։ Եվ կուզեմ ուղղակի այս օրինակը շատ ենք բան արել, բայց սա է, որ Տիրոջ խոսքն եմ ուզում հիշեցնեմ Աբրահամին, երբ որ նա իր հոժարվեց զոհասեղանի վրա դնի իր որդուն, պահանջվածը կատարի Աստծո, եւ Ծննդոց 22-րդ գլխում է դա ասում է, եւ Աբրահամը 17 խոսքից ձեռքը մեկնեց ու դանակն առավ, որ իր որդուն մորթե, եւ Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. Աբրահամ, Աբրահամ, եւ նա ասաց. ահա ես, եւ նա ասաց. ձեռքը տղային մի դիպցնիր, եւ նրան մի բան մի անիր, որտեվ հիմա իմացա, որ դու Աստվածանից վախենում ես եւ քո մեկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր, ինձանից, տենում եք, Աստվածանից վախենում ես, ինձից չխնայեցիր, կարող է հրեշտակից չխնայեց, չէ, Աստծուց չխնայեց, Տերն էր էսի, որ ասում է Աբրահամը տեսավ, ուրախացավ, այո, եւ Աբրահամը իր աշկերը վեր բարձրացուց ու նայեց, ահա մի խոյ կար ետևի մացառներում եղջյուրներով բռնված, եւ Աբրահամը գնաց եւ խոյն առավ եւ նրան իր որդու փոխարեն ողջակեց, մատուցեց եւ Աբրահամը այնտեղի անունը Եհովա իր է կոչված, որ այսօր ասում է, թե այն սարումը, որ Եհովան երևում է։ Եվ Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից Աբրահամին կանչեց եւ ասեց. ինձանով երդվում եմ, ասում է Տերը, որտեղ դու այն բանը արիր եւ քո մեկ հատիկ որդին չխնայեցիր, քեզ օրհնելով կօրհնեմ, քո սերունդը երկնքի աստղերից եւ ծովի եզերքում լինող ավազի պես շատացնելով կշատացնեմ, քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգի եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդով կօրհնվեն, նրա համար, որ իմ ձայնին ականջ դրիր։ Եվ Աբրահամը դարձավ իր ծառաների մոտ վեր կաց եւ այլը։ Եվ տեսնում ենք, որ այո, երբ որ Աբրահամը այս բանը համարյա արեց, եմ ասում համարյա, որտեվ ինքը չարեց։ Իր որդուն չողնա համենագելս ողջակեց չարեց, բայց այնպես էր, որ անում էր։ Տերը գիտեր, որ անում էր։ Եվ Տերը Տիրոջ մոտ էդի դիտվեց որպես արվածի նման։ Հենց Եբրայեցիս 11-րդ գլուխը, որ կարդում ես Աբրահամի օրինակը բերում, ասում է ինքը դրեց զոհասեղանին, բայց
հավատքով, որ Աստված մեռելներին էլ հարություն կարող է տալ, եւ օրինակյամա էլ ետ ստացավ իր որդուն։ Ոնց որ մեռած ու հարություն առած, այսպես ասում, այսինքն որ ինքը սպանեց, Աստված էլ նրան հարություն տվեց։ Ասում է, այդ հավատքով էր ինքը կիրականացնում։ Հիմա էսա որ այո, այստեղ խոսում է նրա մասին, ինչից է երևում, որ քո անունը Սուրբ ով Աստված Աբրահամի կյանքում։ Նրանից, որ ինքը ամենաթանկը, երբ որ պահանջվեց, դրեց Աստծո զոհասեղանի վրա։ Եվ սա իր համար հաղթություն էր, օշնություն էր։ Եվ ինչ որ կորցրեց, ինքը ինչ արեց, գտավ։ Եվ այս օրինակի պես էլ ասենք, երբ որ մենք շատ բաներում գուցե, ասենց ասած, նախորոք մեր հաշվարկը կանենք, մեր ընտրությունը ոնց որ ասած մտածված կերպով լուրջ կկայացնենք, հաշվարկ անելով, թե ինչեր կարող են մեր կյանքում ոնց որ ասած պահանջվի, որ ինչ բաներն են, որ մեր համար թանկ են, ես պատրաստ եմ իմ սիրտը դրանք տալու, դրանք կորցնելու, հանուն Տիրոջը ոնց որ ասած, դրանով ցուցաբերելով, որ դրանցից ավելի թանկն է Աստված։ Երբ որ ես պատրաստությունը կունենամ, գուցե Աբրահամի նման շատերիցս շատ բաներ, այդքան շատ բաներ էլ չպահանջվի, ինչքան որ մենք մեր սրտում որոշել էինք, պատրաստել էինք, հոժարվել էինք, ասենց ասած, կարգավորել ենք, սպասում ենք Տերոջ հրամանին կամ իրավիճակին, որ Տերը կթողնի, որ այդպես զարգանա եւ պահանջվի դա։ Եվ այո, բայց քո արածը, քո ընտրությունը, որ դու ընտրել ես, հավատարմություն պիտի համարվի, որտեղ ասում Աբրահամը հավատաց, չէ՞ ասում, որ արդարություն։ Մենք էլ հավատքով մեր ընտրությունն ենք կատարում, այսպես ասած, թեկուզ չի գալիս պահը, գուցե բաներ կան, որ այտենց էլ այդ հարցերին չկպնի, այդ հարցերը չպահանջվի, այդ բաները չպահանջվի քեզանից, բայց դու ընտրել ես, հոժարվել ես, քո համար պետք է եղածի նման դա համարվի։ Ինչպես Աբրահամը, տարավ ճիշտ Աբրահամը բավականին բան արեց, տարավ դրեց զոհասեղանը եւ պատրաստ էր մորթելու։ Բայց չարեց այդ բանը, Տերը չթողեց իհարկե։ Հիմա մենք էլ մեր ոնց որ ասած ամենաթանկագիրը տանենք Տիրոջ զոհասեղանին դնենք, թող Տերը գիտի, կթողնի կոպիտ ասեմ, դրանից զրկվեմ, թե գուցե չեմ էլ զրկվի, բայց ես պատրաստ եմ դրանից զրկվելու։ Էսը հաղթության ճանապարհը։ Մարդիկ բայց իրենց ցանկություններն են բարձր դնում, չեն ուզում ասուն լսեն ազանվեն, իրենց ցանկություններն են անում։ Ոնց կարաս ասես, այս մարդու կյանքում Աստծո անունը սուրբ է։ Իր ցանկությունները ավելի սուրբ են, այսինքն ավելի բարձր են, քան Աստծոց։ Ինչ որ մարդկանց ցանկությունը կամ ինչ որ մարդիկ իրենց համար արժեքավոր, թանկ, կարևոր, չեն կարող է դրանց իշխանությունից, հեղինակությունից, ազդեցությունից դուրս գան եւ ասենք Աստծո անունն են անարգում, այսինքն Աստծո կամքը չկատարելով են նրանց հնազանդվում, նրանց ուզածը անում։ Մարդու կյանքը ասում են նրանք ինչպես հաղթեցին, իրենց անձերը չսիրեցին մինչև հիմա։ Իրենց կյանքը չսիրեցին մինչև, այսինքն կյանքի մեջ լիքը հարցեր կան, որ կարա սրանից զրկվես, նրանից զրկվես, բայց դեռ ապրես, անգամ բանտում լինես, բայց կյանքդ ունես։ Բայց իրենք հոժարվեցին մինչև անգամ ինչի կյանքը կորցնելու։ Թանկ բաներ են դրանք։ Քո ազատությունը, քո խաղաղությունը, քո ընտանիքը եւ այլն, քո կյանքը, բայց դու հենց այդ թանկ բաները տալով ես ցույց տալու, որ այդ թանկից ավելի թանկ Աստված, այսինքն Քրիստոսն է, Քրիստոսի, ոնց որ ասած, գնի համեմատ դրանք արժեզրկված են այն առումով, որ դու դրանք պատրաստ ես կորցնելու։ Չենք ասում արժեք չունեն։ Այս յուղը, որ ես կինը տալիս էր, արժեք ուներ։ Ու ասում է, բավականին մեծ արժեք ուներ։ Բայց Հիսուսի, ոնց որ ասած, արժեքը նրա կյանքում այնքան մեծ էր, որ դա անարժեք մի բան ոնց որ երևաց, օծես Տիրոջը եւ նվիրես Տիրոջը։ Ցույց տալով որ թանկ է, բայց Աստված ավելի թանկ է, սա ոչինչ է։ Տիրոջ համացան մեջ։ Ուրեմն թող Աստված մեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Մենք մեր ընտրությունը լուրջ կատարենք։ Մենք ուղենք մեր սրտերը նաև այս հարցում։ Եթե բաներ կա, որ դեռ մեր կյանքում նորից եմ ասում, ավելին է թանկ ու բարձր, քան Տերը, իհարկե գուցե առանց մտածել ասենք, չէ, այդպես բան չկա, բայց դրեք մի հատ մտածեք, էլի։ Չես իմանում, մեկուց ինչ-դ կպահանջվի, բնակարանդ կորցնես գուցե, խաղաղությունդ, ընտանիքիդ ինչ-որ բանը, ազատությունդ, կյանքդ, նեղությունդ, համբավդ, անունդ, եւ այլ չեմ ասում
Ոչինչ չեք դրել զոհասեղան, դրել եք։ Դուք որ գալիս եք ստեղ ձեր հետևից խոսում են հաստատ։ Դուք էլ գիտեք որ խոսում են։ Շատեր դրա համար ատում են ձեզ։ Դուք էլ գիտեք որ հենց մենակ դրա համար են ատում, որ դուք տիրոջն եք գալիս։ Դրել եք։ Բայց հիմա եկել այն ժամանակը որ կատարյալը պետք է դնեք։ Այն համարակալման ժամանակ մարդիկ ասացին, բա ոնց պետք է ապրենք, բայց իրենք տարիներով էթում են հավաքույթ։ Երգում են, փառավորում են Տիրոջը, հալածանք են քաշը, նեղություններ են ունեցել, բայց եկիչ որ ընդարձակվեց, մեծացավ, ոնց որ ասած պահանջվող գինը, ավելի շատ թանկ, ոնց որ ասած բան պահանջվեց, իրանք պատրաստ չէին, որ դա տային։ Գնացին համարակալվեցին։ Մենակ իրանք չէ, մեր միջից էլ մարդիկ կան այտենց են։ Մեր միջից էլ մարդիկ կան այտենց են։ Մարդկար գործ էր գտե, վերջապես գործ էր գտե։ Որպեսզի պահպանի գործը գնաց համարակալվեց։ Դա մենք գիտենք դա ինչա կապված, Տիրոջ կամքի հետ կապված, քո անունը սուրբ լինի, այսինքն Աստված այդտեղ կամք ունի։ Իրանն ազանդվեք, ոչ թե համակարգին։ Չարի համակարգին։ Թեկուզ աշխատանքդ գործունես կամ եսի ինչ։ Ինչ եմ ուզում ասեմ, վերջի ժամանակների մեջ կատարյալ ընտրություն է պետք։ Կատարյալ ընտրություն, որ Տերը ամենաբարձրն ու թանկը լինի քո կյանքում։ Որտեվ ինձ ասեմ, փորձությունները թույլ են տրվելու այդ աստիճան։ Կատարյալ կոպիտ ասած փորձություններ, կատարյալ դժվարություններ, կատարյալ նեղություններ, այնպիսին, որ երկրի վրա չի եղել։ Եթե չի եղել, գուցե շատ-շատերը այո, ասենց ասած, փաստի առաջ շատ-շատերը չեն կանգնել եւ չի եղել այդպիսի բան, բայց մենք կանգնելու ենք։ Աստված օրհնի մեզ, աղոթք անենք։